110 տարի անց Հայոց ցեղասպանության թեման շարունակում է լինել ինչպես պատմական, այնպես էլ միջազգային իրավունքի օրակարգում։ Այսօր փորձենք հասկանալ, թե արդյոք հայկական պահանջատիրությունը ունի իրավական հնարավորություններ եւ արդյոք դրանք կարող են վերածվել կոնկրետ գործողությունների։ Իմ հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էնլագ Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն է։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում հայկական պահանջատիրության մասին արդյոք կան իրավական հնարավորություններ եւ կարող են արդյոք դրանք արկայության դեպքում վերածվել կոնկրետ գործողությունների։ Օրինակ, առաջինից սկսենք, ինչպես է առհասարակ միջազգային իրավունքը ձևակերպում հայոց ցեղասպանությունը։ Միջազգային իրավունքը որպես այդպեսին ցավոք սրտի չի ձևակերպում, թե հայոց ցեղասպանությունը ինչ է, որովհետև կա միջազգային կոնվենցիա ցեղասպանության մասին, բայց ինքը չունի, այսինքն միջազգային կոնվենցիան չունի որևէ հետադարձ ուժ մինչև 1951 թվական եղելությունների նկատմամբ, այսինքն համ հոլոկոստը, համ հայոց ցեղասպանությունը որպես այդպեսին չեն ընկնում ցեղասպանության կոնվենցիայի տակ։ Բայց դա չի նշանակում, որ տարբեր դեպքերը հնարավոր չի համարել ցեղասպանություն կամ ոչ ցեղասպանություն։ Օրինակ շատ դեպքերում թուրքական իշխանությունները միշտ դրա վրա են հիմնական շեշտադրումը կատարում, որ հետադարձ ուժ չունի ու դրանով կոնվենցիան չի ազդում դրանից առաջ եղած ցեղասպանությունների վրա։ Այդտեղ իրանք իրավացի են, բայց դա չի նշանակում, որ իրադարձությունները որպես այդպեսին ցեղասպանություն չեն կարող կոչվել, որովհետև հենց ցեղասպանության կոնվենցիայի պրեամբուլան նշում է, որ մարդկության պատմության ընթացքում բազում տեսակի ցեղասպանություններ են եղել եւ ամբողջ աշխարհը իր պատմության ընթացքում ենթարկվել է տարատեսակ ցեղասպանությունների։ Եվ Ռաֆայել Լեմկինը, ով հենց ցեղասպանության կոնվենցիայի հեղինակն էր եւ գենոցիդ բառը ստեղծելիս ինքը հիմնական շեշտադրումը դնում էր հենց հայոց ցեղասպանության վրա, որովհետև ինքը գիտակցում էր, որ այն ինչ որ տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, դա մի յուրահատուկ հանցագործություն է, որը դեռևս անուն չունի։ Ու եթե մենք գնանք Ռաֆայել Լեմկինի ճանապարհով եւ փորձենք հասկանալ ինչպես է ինքը եկել գենոցիդ բառի ձևավորման, ապա բոլոր ակունքները ընկնում են հենց հայոց ցեղասպանության վրա, Սողոմոն Թելերանի դատավարության վրա։ Եվ այսպեսի մի բան կար, երբ որ Սողոմոն Թելերանի դատավարությունը տեղի էր ունենում, ինքը այդ ժամանակ սովորում էր Լվովի համալսարանում եւ իրավաբանական եւ կարդացել էր նորություններում, որ բանը Թալյաթը սպանվել է եւ բանի նկատմամբ, անձի նկատմամբ դատավարություն է գնում, ով որ սպանել է Թալյաթ Փաշային։ Ու ինքը զարմացել էր, թե ինչպես այդպես ստացվում, որ մեկ անձի սպանության դեպքում դատավարություն կա, բայց երբ որ միլիոն մարդ է մահանում, սպանվում, ապա այդ անձի նկատմամբ որպես այդպեսին դատավարությունը ամբողջությամբ տեղի չի ունենում։ Եթե մենք գնանք Ստամբուլյան դատավարություններ, որտեղ որ Թալյաթի նկատմամբ in absentia դատավճիռ կար, բայց իր նկատմամբ պատիժ ինքը որպես այդպեսին պատիժը չէր կրել, իր համար դա մեծ հարցական էր, թե դա ինչպես է ստացվում։ Ու երբ որ ինքը գնաց իր միջազգային իրավունքի պրոֆեսորի մոտ հարցնելու թե ոնց է այս ամենը հնարավոր, պրոֆեսորը բերեց միջազգային իրավունքի սուվերենիտետի հասկացողությունը, որովհետև այն ժամանակվա պատկերացմամբ քաղաքացիները դիտարկվում էին ոչ թե սուբյեկտ, այլ դիտարկվում են որպես պետության օբյեկտ, որովհետև այլ պետությունները իրավունք չունեն խառնվելու այլ պետության օբյեկտների նկատմամբ կատարված գործողությունների մեջ, անձը որպես այդպեսին, այսինքն մեկ այլ պետության շրջանակներում քաղաքացիներին սպանությունը դիտարկվում էր նորմալ բան, որովհետև դա համարվում էր այն ժամանակվա միջազգային պատկերացմամբ իրեն սուվերեն իրավունքը անելու քո հպատակների հետ այն ինչ որ դու ցանկանում ես։ Եվ Ռաֆայել Լեմկինը այդ պաշտպանությունը ձևակերպելու եւ պետությունների միջազգային իրավունքը փոխելու նպատակով ստեղծեց այդ գենոցիդ հասկացողությունը, որը պարտադրում է բոլոր այլ պետություններին գործելու այն դեպքում, երբ կա ցեղասպանության վտանգ։ Իսկ վերադառնալով ձեր հարցին, եթե վերադառնալ ձեր հարցին սկզբնական բանին, թե ինչպես է դիտարկվում հայոց ցեղասպանությունը իրավաբանորեն, ցավոք սրտի այստեղ միջազգային բաները, ինստրումենտները բավականին սահմանափակ են, որպեսզի իրավաբանորեն եւ շատ միջազգային քրեական իրավունքի, միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկելու հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն հենց կոնվենցիայի շրջանակներում,
բայց դա չի նշանակում, որ այլ իրավաբանական գործընթացներ, որոնք բխում են այդ մեծ արհավիրքից, հնարավոր չի դատական process-ներով բանել։ Այս նույն համատեքստում ցեղասպանության ճանաչվելու հանգամանքը տարբեր երկրների կողմից որքանով է իրավական հետևանք ստեղծում հենց Թուրքիայի համար եւ արդյոք ստեղծում է։ Իրավական հետևանք որպես այդպեսին չի ստեղծվում, ստեղծում է քաղաքական ճնշում։ Ու քաղաքական ճնշումը դա բնականաբար կարող է պարտադրել պետությանը գործելու որոշակի ուղղությամբ։ Թե ինչպես է ներկայդրությամբ հողի վրա այդ ճնշումը ազդում, դա մի քիչ արդեն այլ հարց է, որովհետև Թուրքիան օր-օրի ավելի անկառավարելի է դառնում իր գործողություններում, արդյունքում միջազգային հանրությունը ճնշում գործադրելու բոլոր գործիքները մի փոքր սահմանափակվում են նույն փախստականների վերաբերյալ, հա, որովհետև Սիրիայից ու եւ Իրաքից մեծ քանակությամբ փախստականներ կան, որ Եվրոպա ու Եվրոպան բնականաբար չցանկանալով այդ փախստականներին չի կարողանում այլևս կառավարել Թուրքիային, որովհետև հակառակ մեխանիզմ կա Եվրոպայի նկատմամբ։ Պարոն Պետրոսյան, պահանջատիրության մասին խոսենք նաև, որևէ փոխհատուցման իրավական մեխանիզմ կա նման դեպքերում եւ կան արդյոք միջազգայնացիաներ, որտեղ այս հարցը դեռ կարող է բարձրացվել։ Փոխհատուցման վերաբերյալ տեսեք, ներկայդրությամբ իրավաբանորեն դժվար է Թուրքիայի նկատմամբ որևէ փոխհատուցում պահանջել պետական մակարդակի վրա, Անշուշտ այդ մեխանիզմները բավականին սահմանափակ են։ Եթե մենք խոսենք քաղաքականության մասին, որտեվ անհրաժեշտ է սկզբից միջազգային անկում, անհրաժեշտ է ի սկզբանե դիտարկել, որ տեղի ունեցել միջազգային անկի խախտում, դա միջազգային արդարադատության դատարանում է հնարավոր հասնել, բայց քանի որ կոնվենցիան չունի հետադարձ ուժ, այսինքն մենք այդտեղ չունենք որևէ մեխանիզմ միջազգային արդարադատության դատարան դիմելու, բայց ինչպես ես սկզբից նշեցի, կան դրանից բխող իրավաբանական գործողություններ, որով հնարավոր է պետական պատասխանատվության սահմանել, օրինակ կա սեփականության իրավունքի հասկացողությունը, որտեղ մեծ քանակությամբ մեր հայրենակիցները կորցրել են իրենց սեփականությունը, որը բռնագրավել է կար համապատասխան օրենք, որը բռնագրավում էր մեր հայրենակիցներից սեփականությունը, իսկ սեփականության ոտնահարումը ինքը շարունակական ոտնահարում է, ու մինչև չի վերականգնվել անձի սեփականությունը, ապա այդ սեփականության իրավունքը շարունակում է խախտվել եւ կա եվրոպական մարդու իրավունքների դատարանը, որով հնարավոր է սեփականությունը վերականգնել։ Մենք ունենք հունական փորձը, մենք ունենք որոշ դրական, այսպես դատավճիռներ ի օգուտ անձերի, ովքեր որ իրենց սեփականությունը կորցրել են Թուրքիայում, եւ եթե նկատել եք, Թուրքիան երկու արխիվ ունի, որոնք բանեն, փակեն համար, դա ռազմական արխիվն է եւ մեկ էլ կադաստրի արխիվն է, որովհետեւ իրանք վախենում են նրանից, որ մեծ քանակությամբ սեփականություններ իրանք պարտավորված կլինեն վերականգնել իր ժառանգներին, քանի որ դա շարունակական ոտնահարում է։ Եվ այստեղ այդ ժառանգության հարցը, սեփականության հարցը, բանի հարց, ապահովագրությունների հարցը դեռևս այնպիսի քաղաքացիա իրավական տեսանկյունից այնպիսի դաշտ է, որտեղ որ դեռևս հնարավոր է Թուրքիայի իշխանությունների նկատմամբ այսպես պահանջատիրական գործունեություն ծավալել, բայց դա ոչ թե պետական մակարդակով է հնարավոր անել, այլ հնարավոր է անհատական մակարդակի վրա, այսինքն անհատը եթե ունի համապատասխան փաստաթղթավորում, արխիվներ եւ այլն, որով կարող է Թուրքիայի իշխանություններից պահանջել սկզբից քաղաքացիական դատավարությունների ընթացքում սեփականության վերականգնում կամ չգիտեմ ապահովագրական ընկերություններից կյանքի իրավունքի վերաբերյալ եւ այլն, ապա այստեղ որոշ հաջողություններ հնարավոր անել, իսկ պետական մակարդակով չէ, սա ավելի քաղաքական բանակցությունների վրա է թողնված։ Այդ նույն քաղաքական հարթության վրա, հա, միջազգային իրավունքի տեսանկյունից կարելի է արդյոք անտեսել Թուրքիային վերագրված այս պատմական փաստերը գեոպոլիտիկ կայունությունը ապահովելու համար։ Սա շատ ծանր թեմա է։ Ես օրինակ փորձենք օրինակով բերել, հա, պատկերացրեք Իսրայել պետությունը ու հրեաները, ովքեր որ տուժել են հոլոկոստից, մեկ օր ասեն, դե մենք գերմանացիների հետ պետքա լավ լինենք, որովհետև մենք այնտեղ ինչ որ նյութական շահ ունենք իրանց հետ, բայց Գերմանիան էլ նույն ձևով ասի, մենք ոչ մի բան չենք արել, ոչ հոլոկոստ ա եղել, ոչ մի բան չի եղել։ Արդյոք դա այդ իրավահարաբերությունները հնարավոր են։
որովհետև եթե պետությունը կամ պետական ապարատը չի ճանաչում, որ տեղի է ունեցել մեծ արհավիրք եւ ցեղասպանություն եւ մասսայական մարդկանց վերացրել են ու այդ քաղաքականությունը շարունակում է դեռևս ապրել, ապա այս պարագայում շատ դժվար է մի հանցագործ պետության հետ խոսել, ով քեզ բարբերաբար ցանկություն ունի քեզ վերացնելու աշխարհագրությունից։ Ու եթե մենք դա դիտարկենք նաև Ադրբեջանի ֆակտորը, որը Թուրքիայի, այսպես ասած, երկարացած ձեռքն է այս ռեգիոնում, որը շարունակում է ակտիվ այդ ցեղասպանական մոտեցումը ծավալել, դժվար է ընդհանրապես այս բարագայում որովհետեւ զիջողական գործողությունների գնալ։ Հասկանալի։ Եվ վերջում 110 տարի է անցել, ինչ եք կարծում, արդյոք ձեր գործնական հնարավորություններ կան եւ ինչ կարող է անել հայկական կողմը, որ այս պահին չի անում։ Դե գործնական ասացի, եթե անհատական մակարդակի վրա ներկայացվեն սկզբից թուրքական դատարաններ, բայց այդտեղ մեծ իհարկե բանակցությունների միջոցով քաղաքական մակարդակում Եթե անհատական մակարդակով մենք բանենք, դիտարկենք, ապա այդ ճանապարհը կա, բաների պետական մակարդակով այստեղ արդեն բարդ է, որովհետև հիմնական կոնտրպարտը այս բաների Ադրբեջանն է, այսինքն Ադրբեջանի նկատմամբ պետք է ներկայացնել պահանջներ եւ դա լինի դատական պահանջներ, ու սա ամեն ինչի չի վերաբերում բաներին, այսինքն զուտ մենակ ցեղասպանությունը կա նաեւ որովհետև այսպեսի մի հանգամանք կա, բոլոր նույնիսկ միջազգային արդարադատության դատարանում հնարավոր է հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել այնքանով, որ կումուլատիվ ինքը ներկայացնի, որ այդ գաղափարախոսությունը հայերի վերացնելու այդ պանօսմանիզմը, պանթուրքիզմը իրանք դեռևս գոյություն ունեն եւ Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքականությունը տանել։ Ու այն գործը, որ մենք ունենք միջազգային արդարադատության դատարանում, հայոց ցեղասպանությունը այդտեղ կումուլատիվ էֆեկտ կարա ունենա, կումուլատիվ ապացույց կարա լինի, որ Ադրբեջանի գործողությունները հիմնականում ուղղված են հենց այդ նպատակի իրականացմանը։ Թե ինչպես արդեն դատարանը այնտեղ այս հարցին կանադառնա, դա արդեն թողնված է դատարանի իրավասությանը, բայց որ Հայաստանը պետք է հայոց ցեղասպանությունը եւ մասնավորապես ցեղասպանության ինստիտուտ, Թանգարան ինստիտուտը նաեւ ներգրավի այս process-ի մեջ, որպեսզի իհարկե այս Թուրքիային հաստատца դուրս չի գա այս գործընթացները, բայց անհրաժեշտ է որպեսզի միջազգային մակարդակում, նույնիսկ եթե միջազգային արդարադատության դատարանում դա ներկայացվի որպես ապացույց։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։ Ձեզ նույնպես հաջողություն։